Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեր շունն է։ Այո։ Կարամ մի քանի սիրուն նկարանեմ։ Հա, իհարկե։ Միշտ ուզեցել եմ ձեզ տեսնեմ սենց ռանդոմ որ սիրուն նկարներ անեք։ Հաճելի է, ձեր անունը կասեք։ Էլենջ։ Էլենջ, Արսեն, շատ հաճելի է։ Շանանունը ինչ է։ Փադինգտոն մուլտֆիլմի միջից եմ դրել անունը, որ արջուկի մասին։ Ինչ ցեղատեսակ է։ Լաբրադորա։ Շատ սիրուն է։ Մերսի։ Քանի տարեկան է։ Հեսա 3 կլինի, քանի ամսից։ 3։ Մռուտ։ Թողի սիրեմ։ Անսահման բարի է, մոլորակի ամենա բարի շունն է։ Հադի։ Արի։ Ով է։ Ինքը ուղղակի շահամոլ է, թե ուտելու բան չկա, շահ չունի։ Քեզ սիրում եք։ Դիլիջանից նոր է եկել։ Պաշտում է Լսում է։ Առավոտից գիշեր ուզում է խաղա։ Լսում է, եթե ինչ-որ շահ ունի ինձնից ստանալու, ինչ-որ լակմստվա պետք է տանք։ Սենց թողեք մինչև մյուս օրը առավոտը կխաղա։ Նայ այնտեղ։ Հինա։ Կարամ դաժե գրկեմ իրան։ Հələ փորձեք, հա։ Ո՞ս իշքան եկան։ Ըստվում է դրսի շներ։ Մոտս, մոտը շշուտ։ Փադի համար էր կռիվը, այս մեկը որ եկա, նրանք իրա պաշտպաններն են։ Արի ստեղ խլիկյանք։ Լավա։ Նայստեղ։ Հադի։ Ինչա սիրում անել փադի։ Հաց ուտել։ 24/7 ինձ է քաշը։ Ինչա սիրում ուտել։ Միս։ 24/7 միս։ Արի քաղցր, արի կյանք, արի։ Ուլիկը վատ բան էր։ Ինչ որ իրան չի կարելի։ Ինչ մենք ուտում ենք, այդ գիտի ինքը որ լավն է, թե մենք ուտում ենք, վсё։ Անկամ եթե իրա չսիրած բանն է, բայց մենք այդ ուտում ենք, մեր ուտելուց հետո կուտի խելով։ Ջոն։ Թրի, վիճու, ապիս։ Հելենայի։ Մռուտ։ Ուզում եք մտնենք։ Ոյ, շատ լավն է։ Էս ինչ սիրուն է, Աստված։ Հրաշքա, oh my god։ Շատ հավես է։ Բոմբ եք նկարել, ընտիրա։ Սիրուն։ Այնյան գնա։ Չի գնալու։ Աստված, ինչ անկարգություն ունե։ Հադի։ Արի։ Չհասցրինք պահել։ Ոնց եք ժամանակը տրամադրում շանը, ինչքան ժամանակ եք կարողանում տրամադրել։ Ինչ ուզում է լինի, ուզում է Օսկարի մրցանակաբաշխությանը հրավիրված եմ, իհարկե շատ կուզեի, բայց դեռ չունեմ հրավեր։ Ինչ ուզում է լինի, գիշերվա անգամ 3-ին է, ես իրան հանում եմ մանտալը, որտեվ իր այդ դեմքը որ ես նայում եմ, այսօր ամեն ինչ արել ես, բայց ինձ ժամանակ չես հատկացել, իր մանիպուլյացիոն աչքերը, լրիվ սենց ինչքան հիվանդ ժամանակ անգամ վեր եմ կանում, այսինքն մի կերպ հանում եմ մանտալը, պարտադիր պայման է, չկա օր առանց պրագուլկայի ու շատ երկար, մինիմում 2 ժամ պետք է ման գան։ Ինչ յուրահատկություն ունի փադին։ Դες որ ասեմ ասովը յուրահատկությունը 24/7 ծամում է ոնց որ իր տերը, բայց յուրահատկությունը իր այնա, որ տանը անդամներից ամեն մեկի հետ, տանը հիմնականում ես ու մամաս ենք ապրում, բայց այն հյուրը որ շատ հաճախ է գալիս, ամեն մեկի բնավորության տեսակի հետ ինքը հարմարվում է, ամեն մեկի հետ իր ձևը, մամայիս հետ լրիվ լուրջ ուրիշ ձև է, իմ հետ ավելի սենց խաղա, չարություն, ատամներից լրիվ հաշվել է, գիտի որ ես 32 ատամ ունեմ, գիտի իմ հետ ինչ ուզի կարա անի, տունը կարա կեղտոտ ոտերով անցնի ներս, մամայիս հետ չի կարա, մամայիս հետ մի անգամից ուղիղ գնում է լոգարան։ Իսկ իմ հետ գիտի իմ տեսակը ես ինչ ձև եմ, իմ հետ իմ ձևը, մամայիս հետ իր ձև։ Այսինքն ոնց ասեմ, որ ասում եմ շան հոտառություն, այդ ինքն անգամ բնավորությունը սկան է անում մարդու։ Ամեն մեկի հետ իր երեխեքի հետ նուրբ է, չի թռնի երեխու վրա, հասկանում որ ավելի նուրբ էակ է, ամեն մեկի հետ իր ձև։ Անգամ տարիքն է ինքը հասկանում։ Լավ չեմ գովովթի, չոք ասած, կան խոսոցի առած իրան նայելու։ Էլեն ջան, եւ վերջում ինչ խորհուրդ կտակ այն մարդկանց, ով նոր է ուզում շուն ձեռք բերի։
շատ անալիզ արեք, եթե դուք պատրաստ եք էքստրա, ասեն, ձեր թանկ ժամանակից մի մասը կտրեք ու ձեր շանը ու հաշվի առեք, որ սեզոն չի ճանաչում։ Ձմեռը ես 8 տակ պալտոներով, վերարկուներով 8 հատ շարֆով գալիս էի, որ շունս խաղալ։ Ու իրանց երջանկությունը հենց այդ խաղալու մեջ է, շատ կարևոր է իրանց ժամանակ հատկացնել։ Եթե օրվա մեջ ձեր թանկ ժամանակից մի հատ մասը պատրաստ եք տրամադրելու ձեր սիրելի ընտանիքի ընդհանուր, ուրեմն նոր արժի ունենաք։